Առաջիկա ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մինչև մայիսի 26-ը ժամը 14:00 քաղաքացիները կարող են դիմել միգրացիայի եւ քաղաքացիության վարչություն հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։ Դիմումները կարող են ներկայացվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով, իսկ էլեկտրոնային դիմումների դեպքում անհրաժեշտ է էլեկտրոնային թվային ստորագրություն։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները շարունակում են խնդիր առաջացնել, քանի որ խոսքը երկրի ռազմավարական ջրային պաշարի մասին է։ Ելույթ ունենալով ջրային կոմիտեի ձևավորման 25-ամյակի միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լուծումը կաթիլային ոռոգումն ու ինտենսիվ գյուղատնտեսությունն են։ Նրա խոսքով այսօր գյուղատնտեսությունը հիմնականում վնասաբեր է, քանի որ չի հաշվարկվում իրական ինքնարժեքը, իսկ ջրի գինը թերագնահատված է։ Վարչապետը շեշտել է, խնդիրը ոչ թե ջրային ռեսուրսների պակասն է, այլ դրանց կառավարման անկարողությունը։ Հայաստանում տարեկան ձևավորվում է շուրջ 5-ից 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն հողերի փոքր մասն է ոռոգվում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որ չոռոգվող գյուղատնտեսական հող ընդհանրապես չլինի եւ ջուրը ծառայի երկրի զարգացմանը։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդատությունը երկրում նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույն մակարդակում է պահպանվում, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 1.8 անգամ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ գրանցված դեպքերի գրեթե 81.3%-ը վերաբերում է 0-ից 18 տարեկաններին, իսկ ամենաբարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Ծառայություն իրականացնելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը փետրվարի 23-ին առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ազգային գրադարանի հարակից տարածքում նկատել է, որ 2 տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել են մեկ այլ երիտասարդի վրա եւ ծեծի են ենթարկում նրան։ Իրավապահները միջամտել են, կանխելով միջադեպի հետագա զարգացումները։ Իրավիճակը վերահսկելու նպատակով օրենքով սահմանված կարգով օդ են արձակվել նախազգուշական 2 կրակոց։ Ոստիկանները ձերբակալել են 1 անձի եւ ներկայացրել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան միջոցառումներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։